Առավոտը արթնանում ես ոտի վրա, առավոտի ծիրիկուն տան գործը, ոչ տան գործն է հատնա, ոչ հողամասի, ամբողջ օրը զբաղված։ Վերջացնում եմ, ես մսեղենը հասցնեմ, մշակեմ ու իրիկվա հովին արդեն մտնեմ հա, հողամասը, որ քախանանեմ։ Տան մեծ հորաքրոջը սկող հայացքների ներքո տիկինեման փակոսների սրբազան գործն է իր ուսերին տանում։ Կարևորը ուրախությամբ ու ժպիտով, որ մարդաշատ ու հյուրընկալ ընտանիքում փակոսները պակասություն չանեն, դեռ վաղ գարնանից է ձեռքերը հողոտարել, տարատեսակ ու զանազան մրգեր բանջարեղեն ցանել։ Դե պարզից պարզ է, Էմայի տանը ժամանակը չի քայլում, վազում է։ Տարվա այս շրջանում գյուղի հարցների ամենաեռուն, ամենաժպտուն ու քրտնաջան ժամանակն է։ Չեն հոգնում, շտապում են։ Չէ որ հենց իրենք են ասում, հրենայգում ու հանդում բերքն ու բարիքը թափված է, ոտքի հետ գնացող բաներ են, ոնց թողնես։ Ու դեռ այս ամեն ինչից քաղաքի հարցներին ու բարեկամներին էլ պիտի բաժին հանի, հասցնի, որ սիրտը հովանա, հանգիստ շունչ առնի։ Եթե մեծը կա, մեծը գործն անում այլ, թող չահելն էլ իրա չահետը գործն անում։ Իրեք հարսս էլ ղոչաղ, գյուղը աղջկեր կեն ու ամեն ինչ էլ անում են։ Հնեն չի, որ ասենք, որ եկել է ինձանից է սովորել, իրանց մամաներից սովորած եկել են։ Ինչքան էլ աշխատենք, պետք ինչքան էլ ապրենք, ամեն դեպքում ուզում ենք մեր երեխեքի համար մի ինչ-որ մի լավ բանով մի ձևով հասնենք, օգնենք։ Այս բաղուր ենք անում, արդեն միջև հովանալը, այս պաթաթած։ Դե ինչպես ասում են ուրախության գինի։ Ապրեք, կհամենակ ձեզ հետ միասին։ Ձմռան հրավերը ուժի մեջ է, իսկ Էմայի ձեռքերը արդեն խոհանոցի մյուս անկյունում են։ Տղան խոզը մորթել մեծ մասը վաճառել է, իսկ այս մնացածը դեռ տակ են ու Էման պիտի տեսակավորի մի մասը տոլմայի համար առանձնացնի, մի մասն էլ իր հատուկ բաղադրատոմսով ճարպ, այսինքն խոզաճարպ պատրաստի։ Դե իսկ համի մասին երևի թե լռենք, չպատմենք, որ հանկարծ էկրանի են կողմում նստածների ախորժակը չբացվի։ Ուղղակի իմացեք, Էմայի դրած շամանով խոզաճարպը պիտի ոչ թե լսեք, այլ գոնե մեկ անգամ պարզապես ճաշակեք։ Ինքը ու ընդհանրապես այս տունը հյուրասիրելու հարցում միշտ բաց է։ Խնդրեմ, ով ուզում է տիկին Էմայի ձեռքի համն ու հոտը առնել, հասցեն Վահագնին է, ինքն էլ սիրով սպասում է։ Դե խոզը պահել ենք, հիմա էլ ասենք վաճառվել ամիսը, ես է մշակում ենք էլ այդ յուղոտ մասերը, որ յուղը մաքրում ամիսը վաճառում, ես էլ Ինչ եք անելի հիմա սրանից։ Սալ ենք դնում, սալը սիրում են էլի, չամանով լավ աղ եմ դնում, հետո չամանը սխտորով շաղախում եմ, կարմիր պերեցով համեմունքով շատ համով ալնում, բաստուրմայի նման, տեսակավորում ենք ես մի մասը կտնենք, սալ կտնենք, մի մասն է աղալու տոլմայի տենց։ Ես սիրում եմ հյուրասիրեմ, սիրում եմ իմ հյուրերին, որ գալիս են ու կոն իմ հյուրասիր, իմ սարքած բաներից օգտվել։ Եվ տան դրվածքն է եղել, սա եղել է պապական տուն։ Մեկ ծնտանիք շատ եկող գնացող միշտ ունեցել ենք, մեր տուն եկել են, միշտ եկել են, հյուրասիրել եմ սրտանց ու շատ ուրախ էլ գնացել են, եթե վատ ընդունես կգան, չէ, ամեն դեպքում Տան հարսից շատ բանակ։ Հա, տան հարսից, ուրախ ընդունելուց, հյուրասիրությունից ու ասենք ավելի շատ ես որ եկել են իրանք տնական սարքած բաներ են սիրել էլ, ասենք ինչ էլ ունեցել եմ տնական, ասենք սեզոնամ բալունք, պամիդոր, բիբար ու ամեն ինչ ես ունեցել եմ։ Ես հիմա ձեզ ուզում եմ հյուրասիրեմ, տժվճիկ սարքեմ, կալամ խորոված անեմ նույնիսկ իմ ձեռքով։ Հարսնության հենց առաջին օրվանից տան մեծերը նրան սիրեցին, առաջին հերթին իր մեծ հարգանքի, հետո արդեն ձեռքի անփոխարինելի շնորհքի համար։ Եփեց թափեց այս մեծ տան հոգսը անտրտունջ իր ուսերին տարավ ու մի անգամ չասաց. «Այ մարդ, հարս եք բերել, ոչ թե ծառա»։ Այսօրվա իր անդադար վազքն էլ հենց այդ ջրաջանության կենդանի ապացույցն է։ Այսպիսին է եղել ջահել ու անհոգ տարիներին, այսպիսին է հիմա։ Իսկ ժամանակին ծնունդով Մարցեցի Էման պիտի քաղաք գնար ուսում առներ ու քաղաքի հովերով ապրեր, բայց ճակատագիրը նրան ուղիղ
40 տարի առաջ Վահագնի բերեց։ Այս դեպքում սերը հաղթեց քաղաքին ու ինչպես ասում են, մեկ կրակոցով մի քանի նապաստակ խփվեց։ Մի կողմից Արմենի բախտը բերեց ու այսպիսի կրակոտ կյանքով լեցուն կողակից ունեցավ, մյուս կողմից էլ ողջ Վահագնին թնդաց, որովհետև գյուղը իր լավագույն ու ամենանվիրված բուժքրոջն ու օրինակելի հարսին գտավ։ Սկեսուրն ու սկեսրայրն էլ շուտ հեռացան կյանքից, բայց Էման տան պատիվն ու իր անունը շարունակեց բարձր պահել։ Արդեն երկար տարիներ է նույն սիրով ու մեծարանքով ամուսնու հորաքրոջն է օրոնանում։ Չտեսնված ու չլսված բան է, չէ, բայց դե իրականություն է։ Իսկ տան մեծ հորաքույրը Լիզա տատը պարզվում է իսկական լեգենդ է։ Մեր տատիկն էլ հենց եկողալնում ասում է ինչ կերան հյուրասիրեցիր, անպայման հյուրասիրի։ Մեր տունը միշտ էդ ա եղել, մեր տուն եկողը պետք է հյուրասիրվի նոր գնա։ Ձեր տատիկը, ձեր ամուսնու հորաքույրն է, այո։ Գրեթե 1 դար ապրած կին է։ Օգոստոսի 3-ին կլրանա մեր տատիկի 99-ամյակը, ինքը երկար տարիներ աշխատել է մեր գյուղում ղեկավար պաշտոններով։ 99 ամյակը դա ոնց է ասեմ կոլեկտիվ է, մենք էլի նշելու ենք եւ ամուսինս ասել է որ եթե 100 ամյակը լրանա անպայման մեծ քեֆ եմ անելու ու բոլորին իսկականից բոլորին հրավիրելու եմ նույնիսկ ով եթե ուզենա ձեզ էլ նույնպես կհրավիրեմ դուք ձեր տվյալները իհարկե ես ձեր միշտ հետևում եմ կունենամ էլ հաստատ հետևորդն եք այո եւ ձեր հետևորդն եմ եւ տեսնում եմ եւ հավանում եմ ձեր շարած նկարահանած գործերը չէի պատկերացնի նույնիսկ չէի պատկերացնում դուք ոնց եք այդ մարդկանց ընտրում հարցազրույցներ վերցնում հա հորաքույր Ասա, քեզանից է հարցնում։ Հա, ինչ հարցնեմ։ Ասմա, որ 100 ամյակը լրանա, մեզ կկանչեք։ Ինչ անենք։ Ասմա, որ 100 ամյակը լրանա։ Հա։ Նշելու եք, ասում եմ, հա։ Ասմա, մեզ կկանչեք։ Ինչ անենք, կանչենք, դե ասա։ Որ կազմակերպություն չէ, որ կենտրոնից, ինչ ժողովուրդ է։ Անկյուն գումարած 3-ն ենք, տատիկ։ Անկյուն գումարած 3 հերոստանգերություն ու ասում է կհրավիրեք, ինչ անենք, հրավիրենք, հա, որ 100 ամյակը լրանա, հրավիրենք։ Ես եմ ուզում լրանա, դժվար եմ ապրում արդեն։ Դա ինչ է քո ապրելակերպում, նստած առաջից սիրում գնում գալիս է։ Դասա գոհես։ Բոլորից գոհ է, մի քիչ կառավարությունից չեմ գոհ, մի քիչ էլ իրար ուզում են լավ չեն, որ լավ ալեն, լավ պալին։ Բայց հարսից գոհ ես տան։ Ինչ ասում։ Ասմատան հարսից գոհես, ասմատան հարսից գոհես, հա, ասի գոհ են, բոլորից էլ գոհ են, այս իր հարսներից էլ եմ գոհ։ իմ հարսներից էլ է գոհ։ Թորներից, բոլորից, հարազատներ շատ ունեն, բոլորից գոհ եմ։ Իսկ ինչպես գոհ չլինի, երբ այս տան հարցները երեխաներն ու ծորները գլխի վրայով են պտտվում։ Ու տանն ու գար, այսինքն ամենահամով ու թարմ պատառն էլ առաջինը տան մեծին հյուրասիրում։ Դե մենք էլ 100-ամյակի մեծ ու տոնական հրավերն արդեն ունեինք, բայց հենց այնպես տատին բաց թողնել չէին կարող։ Ղոչաղեման դեռ կսպասեր։ Հասկացանք, որ մեր կողքին մի իսկական շնչող ու քայլող լեգենդ է նստած։ Մի ամբողջ դարի պատմության վկան ու վավերագրողը։ Որոշեցինք առիթը բաց չթողնել ու Լիզա տատին մի լավ հարց ու փորձ անել։ Ճիշտ է, տատը արդեն մի քիչ ծանր է լսում, բայց սիրելի հարսի Էմայի օգնությամբ ու թարգմանությամբ մեր զրույցը ստացվեց ու տատը սկսեց պատմել։ Հա ինչ պատմեն է, գյուղայլի քանդվել Հլա լսի, գիտես ինչը պատմի։ Ինչի է քանդվել տատի։ 600 տնտեսություն ա ունեցել այս գյուղը, համ 200 չկա։ Առաջի դասարանը 90 աշակերտ դպրոցեր գնան, համ քանիսն ասեք, 7 քանիսն ա։ Համ 7 աշակերտ ա առաջի դասարան, մեզ իմ ժամանակ 90 աշակերտ կար առաջի դասարանում, 600 տնտեսություն կար։ Ասմա ոնց էին ապրում, այն տարիներին ոնց էին ապրում։ Ոչինչ, պատերազմ էր, 5-4 տարի պատերազմ էր, ամեջն երանց 400 անց գնաց պատերազմ, 200 եկան, 200 զոհվեցին, ով գոնե ստեղ մարդուներ լավ էին ապրում, ով գնաց չեկալ լավ չէին ապրում, ամեքս մեր բոստանով, մեր հացով, մեր ջրով,
Լոդի ուծելով, արշտալ, ծորեն, բան, ուծվենք ապրում։ Հետո արդեն կամած լավացավ։ Իմ իմ երեխա ուներ 2 կնոջից։ Ապրում էինք էլի, ով լավ էր աշխատում, չարչարվում էր, լավ էր ապրում, ով չէր աշխատում, լավ չէր ապրում։ Հերս, իմ հերս, ապրանք էր պահում, խոզ էր պահում, կով էր պահում, ամեն ինչ պահում էր։ Մին էր, որ հետ չէր պահում, աղքատ էր, ասներ, արի մի ոչ հարկամ, կրսի երեխետ ուծի, կեսոված պահում երեխետ։ Մարսիկ էին էլի, անգրագետ մարսիկ, հերզավնած մարսիկ, կեսը թուրքեր են, կեսը հայեր են, կեսը ռուսեր, խոսում են, ների ժողովուրդ էին։ Դժվար են ապրել, ծանր պայմաններով են ապրել, ամենից ձերով էր, արժվը հնդրի, արժվը կալկասի, այս լամպեղը մեծ կալ ունեն, կալ էին կասում, որ ծոր են հանեն, ծորն են հանեն, հերո ջաղացում աղան, բերեն հասխել, այդ անուրներ որ պտյանեին, այս անուրի մեջ օգնել էին տորխով գործում, պտի գործեին, կարեին, դարնալ մեշով, որ սոյնըծան էին անուրը բերեին, խալի գործեն, կարտետ գործեն, որ դրանցով համ երեխեքին օժիտան, համ ապրեն։ Լսում ես Լիզա տատին ու մտածում, այս հին մարդկանց ջանն էլ ուրիշ կրակից ու քարից էր ձուլված, ոչ ցուրտ գիտեին, ոչ դարդ, իսկ աշխատանքից երբեք չէին կոտրվում։ Անցյալի էս պինդ տիտանական ուժի ու այսօրվա սերնդի տարբերությունը տանը բոլորից լավ զգում ու հասկանում է հենց ինքը Էման։ Դե գյուղի բուժքույրն է եղել, տարիներով ինքն էլ չափել ու ձեռքի տակով անցկացրել է թե հին պողպատից պինդ ծերերին, թե նոր փխրուն սերնդին։ Հիմա առողջությունը ժողովուրդ ում հարցնում ես, իրանք ասենք այս սերունդը քանի գնումա ոնց որ թուլանում էլի առողջապես չեն կարողանում չգիտես ինչն է էլի հա բայց այն ժամանակ որ պատմում են ինչ են կանայք այդ պատերազմի ժամանակ քունձ են արել բայց հիմա որ երիտասարդը կարա այդ գործն անի Նախ ֆիզիկապես է չի կարա ֆիզիկապես հենց ֆիզիկապես չեն կարա անեն ոչ մեկը չի կարա անի ոնց որ մեկ sense մի բան եմ ասում եմ իրանք մեզանից են առողջ մենք էլ մեր երեխեքից հիմա ծնված երեխեն արդեն խնդիրներով ծնվում է դրա համար էլի որ համեմատում ես ամեն ժամանակաշրջան իր դժվարությունն ունեցել է որ էս լա պատում այնքան բան է պատում ասում ոչխարի պանիրը տանում էինք Վրաստան աղի հետ փոխում ու ոնց էին տանում սենց սարերով անցնում էին գնում շհալի կայարան գնացք էին նստում այդ գնացքով տանում Վրաստան աղի հետ փոխում ու այդ աղը շալակած էլի այդ նույն ճանապարհով ոտքով բերում էին ու այդ աղը քարաղ էր ու ամբողջ օրը պետք է նստեին այդ աղը ջարդեին Լիզա տատիականջը թեև մի քիչ ծանրացել է, բայց դե միտքը ջահելներին 10 կխփի, ասում է տանավակ հարսը Էման։ Դե մենք էլ տատին շատ հոգահան չենք անում, թողնում ենք իր հուշերի հետ ու անցնում էլի Ժրաջան հարսին։ Ու հենց այստեղ ես հասկանում, թե 40 տարի առաջ քաղաքի հովերը թողած ու Վահագնի եկած այս կինը ինչքան խորն արմատներով կպել գյուղին։ Քաղաքը չկարողացավ տանել իրեն, իսկ ինքը գյուղի հին մաքուր պապական կարգն ու կանոնը բերեց այսօրվա օրեր։ Ու մինչև նստած խոսում ենք դեսից դենից Էման ձեռքի հետ բուրդնա չփխում ու ասում, որ իրենց օջախում այդ նորաձև սինծիպոններին տեղ չկա, ոչ հարսներն են քաղաքում դրան տեղ տալիս, ոչ էլ առավել եւս ինքը։ Ես բրթերն էլ իմ ձեռքով մի քանի տարի առաջ, որ արդեն երեխեքս դեռ չէին ամուսնացել, մեր տատերն ասեցին, քանի մենք կանք, մենք այս բուրդարդ լվանանք սարքենք, տեղաշրջենք։ Դե ասենք այս իմ երեխաների օգտագործելու բուրդն է, հա, ոնց որ կվարտիրամ իրանք չեն կարողանում, վերել եմ, ես եմ լվանում։ Մեր պապերը ոնց են բանը, հնուց եկած բանա, չէ, իրանք մեր տեղի մարդը ինչը օգտագործել է իր ժամանակի ընթացքում, են էլ մենք ենք մեզ փոխանցվել է սենց, բայ հիմա ձմեռը ավելի լավ չի, տակ վերմակը գցի վրին, քան թե սինծիպոն։ Այս հիմա ոչխարի բուրդ է։ Իհարկե ոչխարի բուրդ է։ Ամեն տարի դե երեխաներ են քնում են իհարկե, ասենք
հիմա պամպերս են օգտագործեմ, բայց մեկ վաղ պամպերս են օգտագործում, բայց թե մաքուր ալում, բայց էլի բերում ենք մաքրում, թարմացնում, ամեն ինչն էլ տենց այլի, որ մի հատ թարմացնենք։ Եթե ապրում ես, ամեն դեպքում պետք է մաքրությունն էլ անես, որ լավ, ամեն իմ մաման ասում էր, հլա մի հատ մաքրի մաքրածը տեղն էլ նստի ու կեղտոտ տեղն էլ որտեղ ես քեզ լավ զգում։ Իհարկե մաքուր տեղը ավելի լավ ես զգում, ավելի թեթև ես զգում, էտա։ Մորի ծավանդած խրատով էլ ամբողջ կյանքում արեց դրեց այնպես, որ գյուղում ասում են Էմայի տանը յուղը թափես կհավաքես։ Դե այս ճրկ-ճրկան ու փարթամ բուրդն էլ ասվածից թերևս լավագույն վկան։ Բուրդը ծեծում արևի պլպլան շողերին է պահ տալիս ու հիշում, որ դեռ մոտակա այգի է գնալու, նախ ինչպես ինքն է ասում խախան ունի անելու, այսինքն մոլախոտերից պիտի ազատվի, հետո թութը հասել է թափ տալու հերթն է։ Մորը քաղելու իսկ թփերը ջրելու ժամանակն է։ Մի խոսքով մի աշխարհ գործ ունի անելու, ինքն էլ տեղում կանգնած մնալ հետ չի սիրում։ Մի վազքով համ իր տնտեսության հետ կծանոթացնի, համ էլ ձեռքի հետ գործերը առաջ կգցի։ Ծաղիկները ես եմ իմ ձեռքով լրի ոչ մի հատ առնովի վարդ չկա, բոլորն իմ ձեռքով աճացրել եմ։ Ես էլ սև աղաթի ճյուղեր եմ դրել, որ աճացնեմ, հարմատակալացնեմ։ Այս ճուտիկները այս աղվես երեք է, հավատալավ։ Սենց էլ ճուտիկներին ասեցի, ամուսնուս ասեցս մի բան սարքի, որ Աղվեսներ շատ են իրեն բկին նոր է եղել, նոր, ես մի քանի ամիսա, որ բոլորը բան են անում էլի, բողոքում են։ Այս վերևը բան ունենք, այդ բրոկոլի է, որ աճացրել ենք։ Կանգնած է, մեկ է տեսնեմ, սենց կարտոշկա էլ կա, կարտոշկեն շարժվեց։ Կամից ես տեսնեմ, ես ինչ է, աղվեսը գլուխը հանեց ու վախեց փախավ իհարկե։ Ամբողջ ծմերը թարմ կանաչի եմ ունեցել ու բոլորին էլ ոնց որ կարողացել եմ օգնեմ։ Թե հարևաններին ով ուզեցել է։ Մեծամասամբ լոլիկ եմ ոնց որ վարունգը այդքան հաջող չի լինում, լոլիկ եմ աճացնում։ Սա սենց Եթե հողամասն ունես, իհարկե լոդրության նշան է, եթե հողամասն ունես, պետք է ստեղծես, ես ամեն դեպքում ասում եմ ավելի լավ է մի բան ցանես ունենաս, քան թե խոտ դուս գա մի բան լինի մոլախոտը, հա ավելի լավ է, ասում են այդքան ինչի ես չարչարվում, բայց ինչ անենք, բա թողնեմ խոտը դուրս գա, ավելի լավ է ես մշակեմ։ Ճիշտ է, մեղքը ինչ թաքցնի, կար ժամանակ, որ նախանձով էր նայում քաղաքացիներին։ Դե գյուղում պայմանները դժվար էին, հատկապես իր հարսնության տարիներին։ Տաշտով լողանալ, ձեռքով ջուր կրել, մոտակա աղբյուրներից ձեռքով լվացք անել, մի խոսքով կյանքը հեշտ չէր։ Հիմա որ ամեն պայման կա գյուղում, բայց գրեթե երիտասարդ չկա։ Հիմա լսողը կասի, այ Էմա, բա որ գյուղը այդքան լավն է, քո 3 տղաները ինչու չմնացին։ Հերթով թևերը փռեցին ու քաղաք գնացին։ Դե գնացին, որովհետև աշխատանքի ու երեխաների ապագայի հարց կար։ Ու ոչ բոլորը կարողացան գոմ մտնել, այգի ու դաշտ մշակել։ Այսպիսի պատմությունները իհարկե մեծ ու շեն օջախները ժամանակ առ ժամանակ լուռ են թողնում, բայց Էմայի ու իր ամուսնու պարագայում եթե ոչ 2 օրը մեկ, ապա ամեն շաբաթ կիրակի բոլորը մի մարդու պես հավաքվում, այս տունը ծափ ու ծիծաղով են լցնում։ Հիմա որ եթե գյուղում աշխատանք չկա, գործ չկա, մարդիկ քաղաքում են գործ գտնում։ Ամեն դեպքում ուզած պետք է գնան, աշխատեն իրենց գործը գտնեն։ Թենց այդ ձևով են գնացել, ասենք ամեն գործ են ունեցել, գնացել են, ու հետո հերթով գնացել են ու մնացել ենք մեկ։ Բայց թե գյուղի հետ կապը ունեն, գալիս են, գնում են երեխեքը։ Օրինակ ես որ հարց եմ եկել, ինձ ասում են, չէ, գյուղից պետքա չգնաք։ Ու թենց էլ մնացել ենք, բա ոնց թողնենք գնանք, պետք է մնանք։ Մնացել ենք ու հիմա էլ մեր երեխեքին բա մի եթե գործ ընտեղ անչի, չգնան։ Ինչի պահենք, հա։ Եթե պետք է ալնում գալիս են ամեն ինչին, ասենք տղես է քաղաք ապրում, բայց թե այստեղ խոզա պահում, դե իհարկե իր հայրն է օգնում, հա։ Ինքը իր գործերին, բայց թե ասենք ինքն է ամեն ինչով օգնում,
Գիտես, ժարքանային տարիքնա, որ ամուսնից միշտ որ խոսք կանգնում երեխեքն ասում այ պապ դե արի քաղաք դե ոնց ուզում ալի ինքը արհեստա որ մարդա դե արի քաղաք ընդեղ էլ գործ գլի ասում տղա ջան իմ գյուղը գալ ու տարի գնա ինչ կամ քաղաք տղես ամեն անգամ ասում որ ուր փաթը գալիս ասում էս է պետք է գնամ գյուղ ասենք դուրս ես գալի դրսում շփվում ես ոնց անընդհատ ազատության մեջ ես քաղաք դուրս դուրը փակի տնոտի որ հավաքում են ինձ համար դա սեղանը որ գցում ենք ամուսնուս ասում եմ ինքն է սարքե սեղանը ասում եմ դու տեսնես այս սեղանը արդեն փոքր է դու պետք է մեծ սեղան սարքես որ մենք տեղավորվենք Դե սեղանի փոքր լինելը էլի ոչինչ, կարևորը տարեստարի այս մեծ օջախի շունչն ու գենը շարունակողներ են ավելանում։ Ու քանի դեռ Վահագնիում կան Էմայի պես պինդ ու կրակոտ հարսներ, իսկ տան վերևում Լիզա տատի պես դարավոր օրհնանքներ, այս տան սեղանն էլ միշտ լիքն է լինելու, դուռն էլ հյուրի առաջ բաց։ Էս է նռի ծառը Հարգելի հետևորդ, եթե դեռ բաժանորդագրված չեք մեր ալիքին, առաջարկում եմ բաժանորդագրվել եւ անպայման հավանել, լայքել այս տեսանյութը։ Ձեր այդ աջակցությամբ հնարավորություն եք տալիս շարունակել աշխատել ու ներկայացնել ել ավելի հետաքրքիր մարդկանց ու մարդկային զարմանահրաշ պատմություններ։ Շարունակվում է Հրաչյա Պապինյանի Ալավերդի գրքի վաճառքը 1000 էջ եւ 1600 եզակի լուսանկար։ Ալավերդի համայնքի եւ հարևան բնակավայրերի պատմությունը նախաուրարտական շրջանից մինչեւ մեր օրերը։ Անհայտ մանրամասներ, Ատաշեսյանների ու Արշակունիների շրջան, Լոռու Գյուրիկյան թագավորությունը եւ նրա արքա Դավիթ Անհողինի աշխարհակալ արշավանքները, մոնղոլների, սելջուկների, վրացիների կառավարման շրջան, Ալավերդու խորհրդավոր քարայրերը, Լոռու քաջերի եւ լեզգիների արշավանքների ամենադրամատիկ եւ ամենամանրամասն 150-ամյա պատմությունը, Լոռու ազնվական տների եւ պղնձի 250 տարվա ամբողջական պատմությունը, բոլշևիկյան ապստամբություններ, Լոռու չեզոք գոտի, Թիֆլիս սանահին երկաթուղու շինարարություն, Ալավերդու թաղամասերի հիմնարկ ձեռնարկությունների կրթական ու մշակութային հաստատությունների հիմնադրում գործունեություն, նշանավոր շենքերի կառուցման եւ նշանավոր մարդկանց պատմություններ։ Գիրքը կարելի է ձեռք բերել Ալավերդու Կատա սուպերմարկետի գրախանութից, Զայաթնովա փողոցում գտնվող գրախանութից, Valex Garden հյուրանոցի նախասրահի ընդունարանից։ Երևանում այն կարելի է ձեռք բերել Բուկինիստ ցանցի Մաշտոցի պողոտայի եւ Դալմա Garden առևտրի կենտրոնի գրախանութներից։ Գիրք Ալավերդու եւ Լոռու պատմությամբ հետաքրքրվողների եւ ուսանողների համար։